Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի տեսակապի միջոցով զրուցելու է քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, ողջույն Հրայր, շնորհակալություն մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հետևում եք հավանաբար մայրաթոռի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, վարչապետը մի քանի անգամ հորդորել է, որ Կտրիչ Ներսիսյանը ինքնակամ հեռանա, լքի աթոռը, քանի որ խախտել է կուսակրոնության ուխտը, նաև մի շարք այլ հոգևորականների մասնակցությամբ հոլովակներ են հրապարակվում։ Հետաքրքիր են ձեր դիտարկումները ընդհանրապես այս գործընթացը հաջողելու ինչ հնարավորություններ ունի իշխանությունը եւ սա առհասարակ ինչպես կանդրադառնա քաղաքական կյանքի վրա, քաղաքական դաշտին։ Ես տարբերակ չեմ տեսնում, որ Կտրիչ Ներսիսյանը կարողանա մնալ որպես կաթողիկոս, հարցը այն է, թե ինչ ժամկետում ինքը իրականում այլևս կդադարի զբաղեցնել մայրաթոռում իր այն տեղը, որը հիմա է զբաղեցնում։ Տեսեք, որովհետև ստեղծվել է այս պահին մի իրավիճակ, երբ որ դեմոկրատական երկրի ղեկավարը, իսկ քանի որ Հայաստանը դեմոկրատական երկիր է եւ ինքը ներկայացնում է քվեարկողների մեծամասնությանը, ինքը չի ճանաչում Կտրիչ Ներսիսյանին որպես կաթողիկոս։ Ընդ որում այս վերջին գործընթացներից մենք տեսնում ենք նաեւ, որ իր ընտրողներն էլ համաձայն են իր հետ, մենք տեսնում ենք, որ իր ընտրողներն ու կողմնակիցները ուրեմն գնում են Հովանավանքում այդ միջոց պատարագին, որին նաև վարչապետն է գնում, ընդհանրապես հանրային դաշտը նայելուց, մարդկանց խոսքը վերլուծելուց եւ ընդհանրապես մոնիտորինգ անելուց պարզ է դառնում, որ այո, իսկապես վարչապետի կողմնակիցները ընդունում են վարչապետի կողմից Կտրիչ Ներսյանին որպես կաթողիկոս չճանաչելու փաստը եւ վարչապետի կողմից են։ Ստացվում է, որ երկրի բնակչության մի զգալի մասը եւ իշխանությունը չի ճանաչում այդ մարդուն որպես կաթողիկոս։ Հիմա ինչ տեղի ունեցավ։ Վերջին ամսվա ընթացքում պարզվեց, որ նաև կան հոգևորականներ, ովքեր չեն ճանաչում նրան կաթողիկոս։ Եվ այն հանգամանքը, որ Տեր Արամ Քահանա Ասատրյանն էր, կարծեմ ազգանուն, ինքը ուղիղ ասեց, որ ինքը չի ճանաչում կաթողիկոսին այն բանից հետո, երբ որ իրեն փորձ են արել կարգալույց հռչակել, չի ճանաչում, որ այդ մարդիկ, ովքեր իրեն կարգալույց են հռչակել, այդ իրավունքը ունեն, ինքը շարունակում է իր աշխատանքը։ Իրեն միացավ նաև մեկ այլ հոգևորական։ Այո, այս գործընթացը իմ հասկանալով իշխանությունը փորձում է հնարավորինս սահուն իրականացնել այս գործընթացը, այնպես որ սպասի եւս այլ հոգևորականներ էլ միանան եւ ինչ որ ժամանակից հետո հոգևորականները իրենց հավաքվեն եւ նոր ուրեմն եկեղեցական ժողով անեն կամ կարողանան համոզել Կտրիչ Ներսիսյանին գնալ։ Այսինքն ներսից process տանելու ճանապարհով է գնում իշխանությունը, որ ներսից լինի այդ ընդվզումը, բողոքը։ Այո, ես իրականում կարծում եմ, որ եւ այդ մասին ես ասել եմ, որ եթե լինեն ակտիվ եւ նախաձեռնող հոգևորականներ, այդ թվում եւ Տեր Արամը, իրենք կարող են արդեն հենց այս պահից հայտարարել, որ կաթողիկոսի տեղը թափուր է, այն մարդը, որը զբաղեցնում է կաթողիկոսի պաշտոնը, պարզվում է, որ ինքը իրավունք չունի զբաղեցնել եւ հետեւաբար ովքեր որ համաձայն են իմ այս պնդման հետ, եկեք միասին որոշենք ինչպես ենք անցկացնելու եկեղեցական ժողով նոր կաթողիկոս ընտրելու, կաթողիկոսի տեղապահի հարցեր կարգավորել։ Ցանկացած քահանա այսօր Հայաստանում կարող է նման հայտարարություն անել, կոչ անել իշխանություններին օգնել իրեն այդ ամեն ինչում եւ նույնիսկ մենակով Տեր Արամը կամ մի հատ ցանկացած այլ քահանա, ես կարծում եմ այս գործը կարող է գլուխ բերել։ Ահա։ Եթե նախաձեռնություն ցուցաբերի, որովհետեւ այդ հիմքերը բոլորը կան, իշխանությունը չի ճանաչում Կտրիչ Ներսյանին որպես կաթողիկոս, հանրության զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը չի ճանաչում նրան կաթողիկոս եւ այս հարցը կարող է լուծվել։ Ուղղակի ես մտածում եմ, որ իշխանությունները փորձում են էլի հնարավորինս մեղմ անել, էլի փորձում են ժամանակ տալ, որ Կտրիչ Ներսիսյանը ինքնուրույն որոշում կայացնի եւ հեռանա։ Ես կնախընտրեի հենց այդ
ճիշտ ասած 4 տարբերակը, որ ինչ որ մեկը հելնում է, հայտարարում է, որ այլևս կաթողիկոս չկա, եւ մենք պետք է կազմակերպենք եկեղեցական ժողով, մնացած հարցերը տեխնիկական հարցեր են եւ կարելի է լուծել։ Իսկ այն դրամադրվածությունն օրինակ, որ ինքը Կտրիչ Ներսիսյանն ունի, արդյոք հուշում է, որ ինքն ուզում է գնալ այդ ճանապարհով օրինակ հեռանալ, եւ այն աջակցությունը, որ ունի օրինակ շատ արմատական ընդդիմության կողմից, նաեւ Ռուսաստանի կողմից, իհարկե ոչ բացահայտ, բայց երբ ռուսական մամուլը թերթում ես, հասկանում ես, թե ինչ դրամադրություններ կան օրինակ այնտեղ իրեն աջակցող, իրեն պաշտպանող եւ օրինակ այս մեր ձևով շարժումն է տեղական մեր աջակցում, խորհրդանական ընդդիմությունն է աջակցում այս process-ին, նկատի ունեմ իր իշխանությունների դեմ դուրս գալու process-ին, այս ամենը արդյոք տեղ է տալիս մեզ մտածելու, որ կարող է հեռանալ, թե միջև վերջ օրինակ կփորձի պայքարել։ Ես կարծում եմ մինչև վերջ փորձելու է մնալ, նաև այն հույսով, որ մյուս տարվա խորհրդարանական, եթե ձգի մինչև մյուս տարվա խորհրդարանական ընտրություններ եւ այդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի վարչապետ, ինքը կարող է շարունակել մնալ իր պաշտոնին, իր մտածողությունը եւ այդ քայլերը եւ այն ինչ որ դուք ասեցիք, դա է հուշում։ Բայց ես տարբերակ չեմ տեսնում, որ ուրեմն ինքը մինչև խորհրդարանական ընտրություններ մնա, այսինքն շատ իրացիոնալ եւ անսկզբունքային ու անպատասխանատու դիրքորոշում կլինի Հայաստանի իշխանությունների կողմից թույլ տալը, որ ինքը մինչև ընտրություններ մնա մայր աթոռում։ Եվ ես կարծում եմ նման բանի չեն գնա իշխանությունները, ուղղակի դեռևս մտածում են, որ ժամանակ կա, դեռ էլի փորձեն համոզել, միգուցե ավելի շատ քահանաներ սկսեն միանալ, չէ՞, տեսեք 2 շաբաթ, 3 շաբաթ առաջ Տեր Արամներ, հետո պարզվեց ուրիշ քահանա է արդեն միանում։ Հիմա այսպես ժամանակը գնա, իշխանությունները մտածում են երևի մի 15-20 հոգի էլ առաջկա ուրեմն ամիսների ընթացքում կմիանա եւ այդ դեպքում արդեն ավելի սահուն ու անցնցում կկատարվի այն, ինչի մասին ես ասեցի, եկեղեցական ժողով գումարել, նոր կաթողիկոս ընտրել, հայտարարել, որ այս մարդը այլևս կաթողիկոս չէ։ Իսկ ինչին չի հարմարվում ինքը Կտրիչ Ներսիսյանը, որովհետև նա շատ փայլուն աշխատում ու համագործակցում էր նախկին իշխանությունների հետ, բայց կարծես այս նոր իշխանությունները հենց ամենասկզբից իր սրտով չէին։ Օրինակ ինքը գնում է Բելարուս, երբ վարչապետը մերժում է Բելարուս գնալու այցը, ինքն անում է հայտարարություններ, որոնք օրինակ դեմ են պաշտոնական կուրսին, որ Հայաստանի իշխանություններն ունեն։ Ինքը քննադատում է այն հոգևորականին, ով որ խաղաղության կողմնակից է, օրինակ Էստոնիայում, եթե չեմ սխալվում, վարչապետի այցի ժամանակ խոսել էր եւ այն տեքստը, որ օրինակ իրենք հրապարակեցին, աբսուրդի ժանրից էր նույնիսկ, որ քննադատում են մարդուն, ով որ ուզում է, որ Հայաստանը խաղաղ պայմաններում ապրի։ Ինչն է խնդիրը ձեր կարծիքով, համակարգի փոփոխությունը ո՞րն է։ Շատ լավ հարց է, շատ կարևոր հարց է։ Խնդիրը նա է, որ Կտրիչ Ներսիսյանը եւ ընդհանրապես այդ ամբողջ եկեղեցական վերնախավը եւ նույնիսկ ասեի ամբողջ այդ քահանայական տասը եւ հոգեվոր ծառայողները իրենց մտածողությունը շատ հիերարխիկ ավտորիտար բռնապետական է եւ նրանք սովոր են, որ անպայման պետք է տիրոջ ու ծառայի հարաբերություններ լինեն եւ հիմա 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ որ Հայաստանի իշխանությունը այլևս որոշեց, որ եկեղեցու գործերին չի միջամտելու, եկեղեցին անկախ է լինելու, մի տեսակ այդ առաքելական եկեղեցին մնաց անտեր, բայց դա շատ կարճ ժամանակ տևեց, իրենք իրենց կապերը ունեին արդեն Ռուսաստանի հատուկ ծառայությունների եւ այդ մարդկանց հետ եւ իրենք գտան նոր տերեր։ Հիմա Կտրիչ Ներսիսյանը իր աշխարհայացքով, իր մտածողությամբ մտածում է, որ ինքը ծառայում է այդ իր տերերին, Ռուսաստան, մեծահարուստներ եւ այլն, ինքը այդպես է հասկանում աշխարհը։ Եվ ինքը հավատարիմ ծառայում է նրանց եւ ենթադրում է, որ ուրեմն եկեղեցու հետ կապված բոլոր քահանաները, որոնց ինքը իր ենթակա է համարում, դե դա ամեն դեպքում հիերարխիկ կառույց է եւ համարում է, որ նրանք էլ իրեն պետք է ծառայեն, իր հրամանները կատարեն։ Այսինքն ինքնուրույնության, ազատության, մտածողության ինչ որ հարցերում ինքնուրույն դատելու այդ կարողություն ինքը չունի եւ ամբողջ եկեղեցական վերնախավը չունի։ Մենք
շատ հստակ երևաց նաև այս վերջի process-ներում, իրանք ընդհանրապես տիրոջ ու ծառայի հարաբերություններ են պատկերացնում։ Ինքը մտածում է, որ բոլորը առաքելական եկեղեցու սպասավորները իր ծառաներն են, ինքն էլ իր համապատասխան տերերի ծառաներն է։ Այդ մարդը ի վիճակի չէ հասկանալու, որ ինքը այլևս դեմոկրատական երկրում ուրեմն հոգևոր կառույցի ղեկավար է եւ ինքը պարտադիր չէ, որ ինչ որ տերեր ունենա եւ իր ենթականերն էլ այդպես հեչ պարտադիր չէ, որ լրիվ ստրուկի նման ծառայեն, բայց իրենց մտածողությունն էլ այդպես, նույնիսկ տեսեք Տեր Արամը ինչ հայտարարեց, չէ, որ ինքը Կադիրովին նախընտրում է եւ լավ ղեկավար։ Դուք տեսեք անգամ այն մարդը, որ մի կերպ քաջություն ունեցավ գնալ հանրային հեռուստաընկերության եթերում ճշմարտությունը ասելու, հա, այդ մարդու պատկերացումը այդ է։ Առաքելական եկեղեցին դա հակադեմոկրատական, ստրկական մտածողություն տարածող մի ինչ որ կառույց է Հայաստանի ներսում, որ այս պահին եւ այս ղեկավարությամբ ակտիվորեն ծառայում է Ռուսաստանի շահերին Հայաստանում հաստատված դեմոկրատական կարգը տապալելու համար եւ հաստատելու համար այնպիսի կիսամիջնադարյան հարաբերություններ, որը հիմա ավտորիտար բռնապետական, որը հիմա Ռուսաստանում կա եւ Ռուսաստանը տարածում է, բայց դա նաեւ իրենց անկեղծ համոզմունքն ու մտածողությունն է, իրենք աշխարհ ուրիշ ձև չեն պատկերացնում։ Իրենք այդտենց ստրկական հարաբերություններ են պատկերացնում։ Իրենց ամբողջ կարդացած գրականության ընկալումն է այդպիսին։ Ես դա ասում եմ սարսափելի բան է, երբ որ միակ քաջություն ունեցող հոգևորականը Կադիրովին է ուրեմն մատնաշվում որպես իր նախընտրելի ղեկավար։ Այդ մարդկանց ու իրենց սովորածը աշխարհայացքը ամեն ինչը դրանից շատ հստակ երևում է, թե իրենք ինչ են հասկանում։ Եվ գուցե նաև պատահական չէ, որ Միքայել Սրբազանից հետո եւս մեկ հոգևորական գուցե էլի լինեն, որոնք օրինակ հարցազրույց տալուց անթակույց ասում են, որ ժողովրդավարությունը վատ բան է եւ բռնապետական համակարգից հետո ամենավատ կառավարման մոդելն է ժողովրդավարությունը։ Օրինակ, երբ եկեղեցու սպասավորը սա հայտարարում է, մի տեսակ նույնիսկ չէր հասկացվում, օրինակ ինչ են իրենք պատկերացնում, երբ ասում են, որ ժողովրդավարությունը վատ կառավարման մոդել է, ինչ մոդել էր պետք Հայաստանին այդ դեպքում ըստ իրենց։ Հա, իրենք նույնիսկ չեն էլ թաքցնում, որ իրենք ստրկատիրական, ճորտատիրական, բռնապետական կարգերի կողմնակից են։ Եվ դա համընկնում է ներկայիս Ռուսաստանի քաղաքականության հետ։ Եվ այն ձևով, ինչ ձևով որ իրենք խոսում են, ինչ են ասում, շատ հստակ երևում է, որ այդ մարդը, որին որ դուք նշեցիք, ինքը Պլատոնին էր օրինակ բերել, բայց շատ պարզ է այդ մարդը ոչ Պլատոն կարդացած է, ոչ է որ կարդար կհասկանար, թե Պլատոնը ինչ է ասել։ Слышал звон, да не знает откуда бежать իրենց մոտ, որ այնքան որ այդ իրենց աշխարհայացքին ինչ որ մի բան իբր հարմարեցնող եւ մի հատ ուրիշ բան էլ կա, իրենց բավական այսպես վեր են դասում հասարակ ժողովրդից, իրենք համարում են, որ իրենք ավելի լավն են, հա, իրենք այսպես կրթված եւ հանրության ինչ որ էլիտար հատվածն է, բայց դրա ճիշտ հակառակն է, իրենք շատ ավելի վատն են, միջին հայաստանցու ուրեմն զարգացածության պատկերացումների համեմատ իրենք շատ ավելի ցածր վիճակում գտնվող են։ Ուղղակի ցավալին այն է, որ առաքելական եկեղեցին պատմականորեն մեծ դեր է ունեցել հայության ու հայ ժողովրդի համար եւ այսպես անհնար է ուղղակի այդ ոնց որ ասեցի տգիտության եւ ուրեմն ստրկամտության որջ տարած կառույցին ուղղակի այսպես կտրել գցել երկրից եւ հեռացնել։ Այնուամենայնիվ այստեղ այդ հավատացյալների հոգևոր զգացմունքների խնդիրը կա, ուրեմն այդ եկեղեցու պատմական դերի հարցը կա, բայց ես մեծ դժվարությամբ եմ պատկերացնում, ավելի ճիշտ ես դժվար է ինձ համար պատկերացնելը, թե ինչպես կարող է այդ կառույցը դառնալ քիչ թե շատ ընդունելի կառույց։ Ես հույս ունեմ, որ այդ կաթողիկոսին եւ եկեղեցական միգուցե ղեկավարությանը հեռացնելով ընդ որում ցանկալի կլինի, որ ոչ միայն Կտրիչ Ներսիսյանին հեռացնեն, այո, նաեւ մտածելակերպի շատ ղեկավարությանը, այո,
Դրանից հեռացնելուց հետո էլի ես վստահ եմ, որ այդ կառույցը մնալու է ստրկամտության ու հակադեմոկրատական ուրեմն պատկերացումների որջ, բայց գոնե իրենք զսպված կպահեն եւ չեն համարձակվի այլևս ուրեմն այսպես բաց ու հրապարակայնորեն հակադեմոկրատական քաղաքական գործունեության մեջ մտնել, բռնությամբ իշխանություն փոխելու քարոզներ կարտալ եւ այլն։ Այսինքն գոնե դա դատ կլինի իրենց, որ զսպվածություն դրսևորեն եւ պահեն, բայց որ այդ կառույցը դառնա այնպես ինչպես վարչապետն է ասում, մեր հոգեվոր արժեքների ինչ որ տեղ կամ բան, ես բացառում եմ, որ նման բան հնարավոր լինի։ Ընդամենը հնարավոր է լինելու զսպել այդ կառույցի վնասակար գործունեությունը նվազագույնի հասցնել։ Քանի որ մեզ մոտ սպասում են ընտրություններ, թե երկու շաբաթից էջմիածնում, վաղ շաբաթում եւ թե նաեւ համապետական խոշոր ընտրություններ, ընդդիմությունը շատ է այս հարցը շահարկում, մեր ազգային արժեքներին են կպնում, դուք նաեւ մեջ բերեցիք նոր ձեր խոսքում այդ մասին, որ մայրաթորի դեմ եկեղեցու դեմ է արշավը, մեր ինքնության դեմ, Փաշազադեի հաճախ այդ հայտարարություններն են մեջ բերում, փորձում կապել նաեւ Փաշինյանի հետ իբրև թե հենց այդ տրամաբանության մեջ է գործում, այսպիսի քարոզչական նարատիվները ինչ ազդեցություն կունենան ձեր կարծիքով։ Ես կարծում եմ այդ քարոզչական նարատիվները ավելի շատ ուղղված են լինելու եւ ազդելու են այն մարդկանց վրա, ովքեր ամեն դեպքում այլևս չեն ընտրելու Նիկոլ Փաշինյանին եւ իրենք այսպես արդարացնում կամ մխիթարում են նմանատիպ ուրեմն կեղծիքներով եւ անհիմն ուրեմն պնդումներով, բայց ընտրություններին մենք էլի կտեսնենք, ինչպես որ Գյումրու ընտրություններն էին կարևոր, այդպես էլ այս ընտրությունները, չնայած այս ընտրությունները մի ավելի քիչ են կարևոր, Գյումրին ամեն դեպքում խոշոր քաղաք է ավելի։ Մենք կտեսնենք, թե ուրեմն ինչքանով են արդարացված այն ակնկալիքները, որ մյուս տարի իշխանությունը կարող է 50+ քվեարկողների ձայների 50+1% հավաքել։ Ես կարծում եմ, որ մենք եւս մի անգամ կտեսնենք, որ նման բան չի լինի, եւ ինչքան էլ որ համապետական ընտրություններին իշխանությունը ավելի շատ ձայն հավաքի, քան թե այս տեղական ընտրություններին, այդպես եղել է նույնիսկ նաեւ 21 թվականին։ Ես այնուամենայնիվ կարծում եմ, որ իշխանությունը եւս մեկ անգամ կտեսնի համենայն դեպս, որ իր ակնկալիքները 50+1% հավաքելու չեն արդարանա։ Եվ հիմա այստեղ հարցը նա է, թե կկարողանան արդյոք կոնստրուկտիվ ընդդիմադիրները, հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները ուրեմն հավաքել այնքան նշանակալի ձայներ, որ քաղաքացիական պայմանագրի հետ կարողանան բանակցել եւ կոալիցիայով քաղաքային իշխանություն ձևավորել։ Եթե նման բան տեղի ունենա, դա շատ լավ նախադեպ կլինի համապետական ընտրությունների համար մյուս տարվա, որ եթե իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը ձայների 50+1%-ը չհավաքի, իսկ ես կարծում եմ, որ չի հավաքի, ուրեմն այլ կառուցողական ընդդիմադիրների հետ հնարավոր լինի ուրեմն կոալիցիայով իշխանության մնալ։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ տեսակապի միջոցով զրուցում էի քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։